20 օր անհետացած Տիգրանը գտնվեց, բայց հարցերն ավելի են շատանում, քան պատասխանները։ Այսօր ժամը 10:40-ի սահմաններում փրկարարները հայտնաբերեցին այն լուրը, որը սարսռաց ամբողջ Հայաստանը։ Մոտ 20 օր շարունակ փրկարարական ծառայության ջանքերով ու հարյուրավոր մարդկանց անմնացորդ ներգրավմամբ իրականացված որոնումները Մարմարիկում ավարտվեցին ծանրագույն հանգուցալուծմամբ։ Երկուամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել է Մարմարիկ գետում Հրազդան ջեկի մոտ կամրջի տարածքում։ Ողջ ազգի աղոթքի կենտրոնում եղած փոքրիկին գտնելու փաստը ցավոք այլևս չէր բերում փրկություն, այլ միայն նոր ու սախափություն ու ցավ։ Սակայն նրա գտնվելու հանգամանքներն այս պահին ստեղծում են նոր և խորը հարցադրումներ, որոնք ակնկալում են լուրջ պատասխաններ իրավապահ մարմիններից։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ներկայումս քննիչները դեռ դեպքի վայրում են և արդեն իսկ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է պարզի փոքրիկի մահվան պատճառը, ինչպես նաև նրա մարմնի վրա հնարավոր բռնությամբ վնասվածքների կամ մահվան այլ հանգամանքների առկայությունը։ Նախնական արտաքին զննության արդյունքում Տիգրանի մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության կամ մեխանիկական վնասվածքների հետքեր։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ չկան ներքին պատճառներ, որոնք կարող են բացահայտվել միայն փորձաքննության միջոցով։ Դիակի վրա անցկացվող փորձաքննությունն այժմ հանդիսանում է միակ պաշտոնական ուղին պարզելու, արդյոք երեխան իսկապես գետում է հայտնվել դեռ մայիսի 4-ին, թե նրա մարմինը գետ է տեղափոխվել կամ նետվել ավելի ուշ։ Դատաբժշկական փորձաքննությունը պետք է պատասխանի նաև մի շարք մասնագիտական ու հանրային հուզող հարցերի, այդ թվում հետևյալին. արդյոք հնարավոր է, որ երկուամյա երեխայի մարմինը գտնվի գետում մոտ 20 օր առանց լուրջ հետքերի, կենդանիների վնասումների և մնա աննկատ։ Սա մի հարց է, որն այսօր հնչում է հազարավոր քաղաքացիների շուրթերին։ Երեխան վերջին անգամ տեսնվել էր մայիսի 4-ին և այդ օրվանից սկսած փրկարարները, ջրասուզակները, կինոլոգները, անօդաչու թռչող սարքերով կատարած դիտարկումներն արդյունք չէին տվել։ Ընդ որում մարմինը հայտնաբերվել է այնպիսի վայրում, որը նախկինում արդեն ստուգվել էր։ Սա առաջացնում է կասկած, արդյոք մարմինն այնտեղ էր այս ողջ ընթացքում, թե ինչ-ինչ հանգամանքների բերումով այն հայտնվել է գետում ավելի ուշ։ Իրավապահներն ու մասնագետները չեն բացառում, որ հնարավոր է ջրի հոսքի, սառը ջերմաստիճանի կամ արգելված գոտիների մնալու արդյունքում մարմնի քայքայման պրոցեսը դանդաղած լինի, սակայն սա բժշկական փորձաքննության գնահատման խնդիր է, և միայն փորձագետները կարող են տալ վերջնական պատասխանը ժամանակի, մահվան ձևի և այլ հանգամանքների վերաբերյալ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի պարզաբանմամբ, այս գործով սկզբից ի վեր դիտարկվել են մի քանի վարկածներ՝ երեխայի գետն ընկնելուց մինչև հնարավոր հանցավոր արարք։ Քրեական վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով՝ անչափահասին վտանգի ենթարկելու հատկանիշներով, և այս պահին ըստ քննչական գործողությունների ոչ մի վարկած փակված չէ, բոլորն էլ մնացել են քննության տիրույթում։ Այնուամենայնիվ, եթե փորձաքննությունը ցույց տա, որ երեխան մահացել է նույն օրը կամ անմիջապես հետո, իսկ նրա մարմինը իսկապես եղել է գետում այս ամբողջ ժամանակ առանց արտաքին միջամտության, ապա կհաստատվի դժբախտ պատահարի տարբերակը, սակայն եթե աջակցող փաստեր հայտնաբերվեն, որ երեխան մահացել է այլ վայրում կամ մարմինը գետ է նետվել ավելի ուշ, գործի իրավական բնույթը կարող է ամբողջովին փոխվել։ Այս պահի դրությամբ Հայաստանի հասարակությունն ունի մեկ պահանջ՝ ճշմարտությունը մինչև վերջ բացահայտել։ Մարդիկ վստահ են, որ միայն թափանցիկ քննությունն ու ամբողջական բացահայտումն են կարող հանգստացնել ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ ժողովրդի ցավը։ Ինչպես եղավ, որ փրկարարները, կինոլոգները, ջրասուզակները օրեր շարունակ չեն գտել մարմինը, որը իբր գետում էր։ Ինչպես հնարավոր եղավ, որ այն հայտնաբերվեց այնտեղ, ուր արդեն դիտարկումներ եղել են։ Այս հարցերը չեն հանգչի, քանի դեռ չկան գիտական և իրավական հիմնավոր պատասխաններ։ Հոգիդ թող լույսով ողողվի, փոքրիկ Տիգրան, և թող արդարությունը երբեք չուշ։ Տեղական համայնքում Տիգրանի հանետացման առաջին իսկ օրից մարդկանց շոկը փոխարինվել էր համատեղության աննախադեպ ջանքերով։ Մարմարիկ գյուղում և հարակից տարածքներում բնակիչներն իրենց ուժերով աջակցել են փրկարարական աշխատանքներին, ապահովելով
տեխնիկական օգնությամբ, բայց շատերի մոտ հարցեր են մնացել, արդյոք հսկողությունը բավարար էր, արդյոք համայնքի տարածքում հնարավոր էր ունենալ ավելի խորը հետախուզություն դեռ առաջին օրերին։ Եթե գետն էր պատճառ, ինչու որոնումներից 20 օր հետո միայն հայտնաբերվեց մարմինը, այն էլ այնպիսի հատվածում, որ նախկինում ստուգվել էր։ Այս լռությունը, որը հաճախ ուղեկցվում են ողբերգություններին, վտանգավոր են, մարդիկ ուզում են խոսել, հասկանալ, ինչ է պատահել, ով էր վերջինը, որ տեսել է երեխային, արդյոք տեխնիկական կամ մարդկային բացթողումներ եղել են։ Եթե փորձաքննությունը և քննությունը ցույց տան, որ որոշակի փուլում տեղ են գտել վարչական, տեխնիկական կամ կազմակերպչական սխալներ, հնարավոր է մի շարք պաշտոնյաներ պատասխանատվության ենթարկվեն, եթե պարզվի, որ երեխայի մահը պայմանավորված է եղել հանցավոր անփութությամբ կամ ոչ պատշաճ արձագանքով, ապա քրեական օրենսգրքի հոդվածները կարող են վերավորակվել։ Տիգրանի անունը մնաց յուրաքանչյուր հայի սրտում, նրա անհետացման և որոնման շուրջ միավորվել էին բոլորը, անկախ տարիքից, համայնքից կամ քաղաքական կողմնորոշումից, այսօր այդ սերն ու համախմբվածությունը վերածվել է խորը ցավի, բայց նաև պատասխանատվության զգացման։ Taqasem naserit ocağı